Դուք Տիկին Յոլյանի կենսագրականի մեջ մի այսպիսի ձևակերպում արեցիք այն ներկայացնելիս 49-ից գրի եմ արել, որ ճիշտ մեջբերեմ 44-օրյա պատերազմի ընթացքում համակարգել է թիկունքային ապահովման ողջ աշխատանքները Գորիսում։ Այդ Տիկին Յոլյանն է այդ ձևակերպումը տվել ինքն իր մասին եւ ինչ կարգավիճակում է ինքը համակարգել թիկունքային ապահովման ողջ աշխատանքները Գորիսում։ Ինչով է դա արտահայտվել, ինչի մասին է այդտեղ խոսքը ընդհանրապես։ Պարոն Յոլյան, ճիշտ ասած ես չեմ հասկանում ինչն է այդտեղ խնդիր առաջացնում, որ հստակ ասեք ողջ բառն է, թե թիկունքն է, թե Գորիսն է, որ ասեք հստակ ինչն է խնդիր առաջացնում ձեր բարձրացած հարցի հետ կապված, միգուցե փորձեմ պատասխանել կամ Տիկին Յոլյանն ավելի մանրամասն կպատասխանի։ Արձագանք Հա չէ, բան Գևորգյան, միտքը տարբեր բառերից է բաղկացած լինում։ Մի բառով միտք չես հասկանում։ Բոլոր բառերը պետք է միասին դնես, որ միտքը հասկանալի լինի։ Սա մեկ միասնական միտք է։ Ինչ կարգավիճակում, այսինքն որ կարգավիճակում կամ որ կարգավիճակում է հնարավոր համակարգել թիկունքային ապահովման ողջ աշխատանքները Գորիսում, ասենք զինված ուժերի գլխավոր շտաբում աշխատել, թե մարզպետարանում, թե սոցիալ նախարարությունում, թե եթե քաղաքապետարանում, ապա ինչ պաշտոնում արդյոք հերիք է իր լիազորությունները մի ամբողջ թիկունք ապահովելու համար Գորիսում, այդ է հարցը։ Պարոն Եղոյան, կարծում եմ դուք ինքներդ գիտեք պատերազմական ժամանակահատվածում թիկունքային աշխատանքները իրենցից ինչ են ենթադրում։ Ըստ այդմ իր զբաղեցրած պաշտոնին, իր զբաղեցրած դիրքին համապատասխան եւ նաեւ լինելով հայ, լինելով գորիսեցի, փորձել է ամեն ձև համակարգել այդ աշխատանքները, որպեսզի առավելագույնս արդյունավետ լինի մեր հայրենակիցներին։ Այդ ժամանակ ինքը փոխքաղաքապետ չէր։ Դե երևի ճիշտ պատասխանը կլիներ այն, որ քաղաքապետարանի մասով է համակարգել։ Դե ոչ միայն ենթադրում եմ։ Քաղաքապետի, ասում ոչ միայն, ուրեմն հարցը տեղին էր, եթե ոչ։ Այնպիսի աշխատանքներ են, որ յուրաքանչյուր հայ ներգրավվածություն ա եղել այդպիսի թիկունքային աշխատանքներին, ինչպես որ ձեր գործընկերներից շատերը մեկնել էին Արցախ։ Ալխաս Ղազարյան։ Հարգելի գործընկերներ, զբաղեց Տիկին Բադալյան, զբաղեցրեք ձեր տեղը։ Շնորհակալ եմ, պարոն Գևորգյան, ուզում եի հարցնել, ես ճիշտ եմ հիշում, մենակ հաստատեք կամ հերքեք, ճիշտ եմ հիշում, որ Տիկին Յոլյանը 2022 թվականից քրեական վարույթով է անցնում եւ տվյալ գործի վերաբերյալ դեռևս վերջնական վճիռ չունենք։ Կամ հերքեք կամ հաստատեք։ Ճիշտ եք հիշում, Տիկին Յոլյանը, ինձ թվում է դուք հարցեր կհնչեցնեք, Տիկին Յոլյանն էլ կպատասխանի այդ հարցերին ավելի մանրամասն։ Եթե ուսումնասիրել եք իհարկե գործը, ավելի մանրամասն կներկայացնի Տիկին Յոլյանը։ Արձագանք Զարոյ Բաթոյան։ Շնորհակալ եմ։ Հարցս վերաբերում է թեկնածուի ընտրությանը, բայց ոչ թե ինչ կարգով ինչպես եք ընտրել թեկնածուին, այլ ինչու եք առաջի փուլում ոչ թե Տիկին Յոլյանին առաջադրել, այլ պարոն Ղազինյանին։ Կարծում եմ այդ խմբակցության ներսում քննարկումների արդյունքում որոշում է։ Ես կարող եմ դաժե ավելի մանրամասն ներկայացնեմ, թե Տիկին Յոլյանին ինչպես ենք քվեարկել, ինչպես ենք ընտրել։ Այսպես է խմբակցության ղեկավարի ընդհանուր խմբակցության քննարկումների արդյունքում որոշվել է, որ պիտի ներկայացվի պարոն Ղազինյանի թեկնածությունը, այժմ ներկայացնում ենք Տիկին Յոլյանի թեկնածությունը։ Արձագանք Հասկանալի է, որ խմբակցության որոշումն է, բնականաբար դա ձեր ներքին քննարկումներն են, պարզապես հետաքրքիր էր, թե ինչու ամենասկզբում պարոն Ղազինյանին եւ հետո նոր Տիկին Յոլյանին, ուղղակի մեխանիզմը, եթե կարելի էր իհարկե հանրայնացնել, դրա մասին էր խոսքը, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Արամ Վարդևանյան։ Պարոն Գևորգյան, շնորհակալ եմ մեր գործընկերոջը ներկայացնելու համար։ Կարծում եմ կարևոր է ընդգծել, որ ինչպես նախորդիվ, այնպես էլ այս դեպքում էլ Ուժեղ Հայաստան խմբակցության կողմից յուրաքանչյուր հնարավորության կամ պաշտոնի առաջադրման տեսանկյունից միշտ էլ կան մի շարք թեկնածուներ, որոնց թեկնածությունը կարող ենք առաջադրել եւ որոնք կարող են պատասխանատվությունը ստանձնել եւ նաեւ իրենց գործողություններով միմիայն արդյունավետությունը ապահովեն։ Այստեղ նաեւ պարզապես ուզում եմ հնարավորությունը օգտագործել արձագանքելու միջոցով, երբ Տիկին Ղազարյանի կողմից հարցադրում է հնչեցվում, թե արդյոք
կա որևէ քրեական վարույթ կամ ոչ, ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ իսկապես անմեղության կանխավարկածը որպես այդպիսին տապալվում է կամ դադարում է իրավական համակարգում գործողություն ունենալ։ Անմեղության կանխավարկածի էությունը նաև նրանում է, որ անձը համարվում է բացառապես անմեղ, մինչև հակառակի վերաբերյալ տվյալ չկա։ Հետևաբար, եթե օրինակ հարցադրումը ձևակերպեինք իրավական կամ սահմանադրաիրավական կամ կոնվենցիոնալ կամ օրինակ պարոն Հարությունյանի հարցը երբ քննարկվում էր եվրոինտեգրմանը մշակույթին բնորոշ ձևով, պետք է հարցադրումը օրինակ ես այսպես ձեզ կուղեմ։ Պարոն Գևորգյան, Տիկին Յոլյանի վերաբերյալ մեղադրական բնույթի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա թե ոչ։ Խնդրում եմ ասել այո կամ ոչ։ Պարոն Վարդևանյան, դուք ավելի ճիշտ եք ներկայացնում իրավական ձևակերպումները։ Ինչ վերաբերվում է մեր տեխնացուներին, անցած անգամ եմ ես նշել, որ մեր տեխնացուներից շատերը իրենց գիտելիքներով, փորձով պիտի լինեն հանձնաժողովներում եւ փորձեն առավելագույնս արդյունավետ լինեն հենց այդ հանձնաժողովներում։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Ես էլ եմ շնորհակալ պարոն Գևորգյան, պարզապես կարելի է նաև ընդգծել, որ բոլոր այն տեխնացուները, որոնք քննարկվել են, բոլոր մեր գործընկերները, որոնք ներկա են, որևէ մեկի վերաբերյալ նույնիսկ դրանց քաղաքական հետապնդում հանդիսանալու ակնհայտ բաղադրիչի պայմաններում ընթացքի տեսանկյունից է, բայց օրինական ուժի մեջ մտած մեղադրական բնույթի դատավճիռ, այսինքն սահմանադրության անմեղության կանխավարկածը հաղթահարող որևէ տվյալ չկա, այդ թվում Տիկին Յոլյանի դեպքում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Արփինե Դավոյան։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան, շարունակում եմ պարոն Վարդևանյանի հարցը կարծես թե հաշվի առնելով անմեղության կանխավարկածը եւ այսպես պարոն Վարդևանյանի մեջ բերած բոլոր փաստարկները, ուղղակի Տիկին Յոլյանի կենսագրությունը կարդալիս կարող էիք ասել, որ 2021 թվականին հարուցվել է հանրային քրեական հետապնդում համայնքային միջոցների վատնման հետ կապված, սակայն չկա մեղադրական եզրակացություն, հետեւաբար դրա վերաբերյալ ավելացնելու ոչինչ չունեք։ Ինչու են իմ գործընկերներն այս մասին խոսում, որովհետև կենսագրությունը կարդալիս դուք որևէ անդրադարձ չկատարեցիք քրեական գործի վերաբերյալ, որը բնականաբար հարցեր է առաջացնում։ Ինչու անդրադարձ չկատարեցին։ Տիկին Արփի Դավոյան, այս ընթացքում մենք բազմիցս տեսել ենք անդրադարձ չկատարենք թե չկատարենք, դուք ամեն ձև այդ ինֆորմացիաները գտնում, փորձում եք հարցեր տալ դրա հետ կապված։ Հիմա այստեղ այն որ անդրադառնանք, չանդրադառնանք, այդ հարցերը պիտի տրվեն, այդ գործը կարաք ուսումնասիրեք թե ինչի մասին է ու որ հարցերը տակ Տիկին Յոլյանն էլ շատ ավելի մանրամասն այդ հարցերին կպատասխանի։ Արձագանք։ Պարոն Գևորգյան, ես Տիկին Յոլյանին հանց կտամ թե չեմ տա, ես դա կմտածեմ, սակայն ես ձեզ հարցնում եմ որպես ազգային ժողովի պատգամավորին, հանձնաժողովի նախագահի տեխնացուի առաջադրման պարագայում կենսագրությունը ընթերցող եւ ներկայացնող պատգամավոր, դուք ուղղակի չեք ներկայացնում այդ մի փոքր դրվագը։ Ինչու չեք ներկայացնում։ Թե Տիկին Յոլյանին մենք ինչ հարց կտանք եւ ինչպիսի պատասխան կստանանք, դա իմ հարցի շրջանակներում չէ ընդհանրապես։ Տիկին Դավոյան, դա կենսագրության հատված չի եւ հաշվի առնելով պարոն Վարդևանյանի ասածը, անմեղության կանխավարկածը հաշվի առնելով նորից եմ կրկնում։ Մենք տեսել ենք, որ դուք բազմաթիվ անգամներ փորձել եք տարբեր ուսումնասիրություններ իրականացնել եւ դրա վերաբերյալ հարցեր տալ։ Հիմա այն որ ես ներկայացրել եմ կամ չեմ ներկայացրել, կրկնում եմ, դա կենսագրության հատված չի, դա դրվագ է, որի մասին դուք հաստատ պիտի խոսեիք, այնպես որ հաստատ կխոսեք, էլի։